խնդրում հաճախ չեմ մտնում եթեր, չեմ էլ կարծում, որ առանձնապես կարոտում ենք, բայց դե հիմա ուղղակի զբաղված եմ մի մեծ պրոյեկտ ենք սկսել ERTN-ով, գլխավոր դերամոտս շուտով կլինի, հա, կոչվում է կրքոտկինը, այսպես ասած, ես խոսք եմ տվել, ես գլխավոր դերում եմ, խոսք եմ տվել իմ հանդիսատեսին, բացատրեմ մի քիչ խոսենք, ինչու են տղամարդիկ ավելի լավ կանանց դեր խաղում, քան թե կանայք տղամարդկանց դեր, չեմ մոռացել խոստումս, անպայման կանդրադառնամ այդ թեմային, երևի թե մյուս անգամ, մի երկու մատերիալ եմ ուզում նկարեմ, որ ասենք դες նաև ցույց տամ ու տենց խոսենք դրա մասին, հա, պրոյեկտը շատ, ասենք կերպարը, որպես այդպեսի նմանա ջեմիկին, ջեմիկը դա հիշում եք երևի թե այդ պրոյեկտը Շանթում էի արել, նմանա նրանով, որ լեննակացի է, կինա, տենց սեքսի կնիկ է ինքը, տենց հետաքրքիր, բավականին ծիծաղալի, հա, եւ շատ սիրված կերպար է, հուսամ երևի թե հետաքրքիր կլինի ձեզ նայել։ Դրանով է պայմանավորված, որ մի քիչ ուշ եմ դուրս գալի եթեր, այսօր ուղղակի ազատ էի, ասացի մի երկու բառ ասեմ։ Բարև ձեզ, չէի բարև դրեցեք, գրանցվեք ալիքից, Patreon-ում կարող եք մի երկու տենց շարժում անել եւ մի փոքր օգնել ալիքին, այսինքն ինձ դա այդպես, մեկ էլ հա, մի մոռացեք, որ ամսի 10-ին խաղում եմ stand-up jazz, եթե չեմ սխալվում, ռեկլամը սկզբից գնաց, վերջում եմ ասեմ, որ իշեմ, հենց հիմա էլ մեկ լայք դրեք, լավ, անցնենք առաջ։ Նոր տեսա Facebook-ով շատ մի հետաքրքիր ջերմ մի բան, այսպես տեսա հոլովակ, Ռուբեն Ախվերդյանի 75-ամյակն էր եւ արվեստագետները, նաեւ շատերին ճանաչում եմ անձամբ, այսպես մտան իր տուն, շնորհավորեցին, երգեցին իմ Երևանն է, այստեղ դու տանն ես, երգը հանրահայտ Ռուբեն Ախվերդյանի, ու իհարկե առանձնապես բեմադրված չէր, բայց դա սպասելի էր, որովհետև կամերան ներսից էր աշխատում, ուրեմն գիտեին, որ գալու է տուն, անակնկալ չենք անել, ասենք, բայց դե նկատեցի Ախվերդյանի նեղվածությունը, հասկանում եմ իրեն, ընդհանրապես նա այդպես մի քիչ բեմական մարդ լինելով, այսպես մի քիչ խորասուզված է իր մտքերի մեջ, ասենք բախտ եղել է հետո մի քանի անգամ շփվելու եւ այդպիսի հանրային դες բաներ չի սիրում, բայց դե իրանով է հարցնում, ասենք ընկերները ուզեցին արեցին, բարձա։ Ես էլ իմ անունից շնորհավոր եմ պարոն Ախվերդյանին, շատ լավ է որ նա կա եւ երկար տարիներ կյանք։ Ես ուզում եմ անդրադառնալ երկու թեմայի այսօր, մեկը այն է, որ արվեստագետների բարոյականության կերպարին շատ հաճախ անդրադառնում են, մի անգամ անդրադարձել եմ Չարենցի կերպարին, այնուհետև պատմությանը, կխոսենք նաև դրա մասին։ Գիտեք, արվեստագետին շատ հաճախ գիտեք, որ վերաբերվում են որպես սրբություն եւ նա պիտի լինի սուրբ, նա պիտի լինի անաղարտ, հա, նա պիտի լինի դաստիարակող, նա պիտի լինի օրինակ բոլորի համար, ես բերեցի Չարենցի օրինակը, որ այնքան էլ ավօրինակ չէ որպես մարդ, դրա մասին կան պատմական շատ ու շատ բաներ, փաստեր, եւ օգտատերերից շատերը ինձ մեղադրեցին, որ ինչպես կարելի էր, որ այն ինչ որ դու գիտես իրեն մասին, դա KGB-ի պրոպագանդա եւ այլն, շատերը անգամ սկսեցին հայհոյել ինձ, բայց ես դες առանձնապես շանտեղ չեմ դնում դες բաները, հա, գիտեք, այսպեսի մի բան կա, մենք մոռանում ենք, որ այդ նախ եւ առաջ Չարենցը եւ շատերը ովքեր որ մենք գիտենք, որ ասում են ձերքերդ հերու այս կերպարներից, ասենք Արամ Խաչատրյան, Չարենց, չգիտեմ, Պարուս Սևակ, եւ այլն, ասենք դες հայ մեծեր այսպես ասեմ, նախ եւ առաջ ես նվաստս չեմ եկարած ձերք բարձրացնեմ իրանց վրա, որտեղ իրենք քննադատությունից դուրս են, որպես ասում են, եւ ուրիշ կոնտեքստում էր դա ասված։ Եվ ձեր նման ճիճուները չի որ պիտի իրան պաշտպանեն։
հասկանում եք, ասենք էտել է ասենք բաների մեծամտություն ձեր կողմից, որ դուք պաշտպանեցիք, չարեցիք, չարեցին ձեր մուննատիները, պետք է ասենք Սերգեյ Դանիելյանցի անպաշտպանեք։ Դա խոսում է մեր ինչ ասեմ, մեր սխալ վերաբերմունքի մասին ընդհանրապես պատմությանը։ Պատմությունը թողնենք առաջ։ Նախ եւ առաջ արվեստագետին վերցնենք Ռուբեն Ախվերդյանին։ Դատում են ոչ թե իր արարքներով, կյանքում, կենցաղում, չգիտեմ, իր ասենք ծանոթների, ընկերների, բաների հետ, այլ իր արած գործով։ Ռուբեն Ախվերդյանը թողել է շատ մեծ ժառանգություն, շատ մեծ ժառանգություն։ Ռուբեն Ախվերդյանը արժանի է որպես Ռուբեն Ախվերդյան պոետ, որպես բարդ, որպես հեղինակային երգի, ասենք, կարկառում դենք շատ ու շատ մեծ գովեստների եւ տեղ ունի հայոց պատմությունում։ Հիմա ինքը ասենք չաղա թե նիհար, ինքը բարոյականա թե անբարոյական, ինքը ասենք ինչ է սիրում խմել, արաղ է սիրում խմել թե շամպայն, դա մեր ասենք ճիճուներիս, այսպես ասած, բանն է, տենց մենտալ ինչ-որ տենց մաստրուբացիան է, էլի այդ թեմայով, ասենք, մենք կարանք նստենք ու տենց լիքը շեշ դուրս տանք, ասենք, ես հիշում եմ անգամ գիտեք, երբ որ Ռուբեն Ախվերդյանը հիվանդ էր եւ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր փող էին հավաքում, որպեսզի նա գնա բուժվի բան եւ այլ մի հատ օլիգարխի տղա անունը չեմ ուզում ասեմ, ասեց, որ ես ափսոսում եմ այն փողը, որ ես ուղարկել եմ Ռուբեն Ախվերդյանին, ասենք մարդիկ տավարը լինել, ասենք որ տես բան ասել, ասենք ես ափսոս թե չէ որ դու չուղարկել ինքը չէր բուժվել, էլի, մի խոսքով հիմարություն, էլի, ասինքն մենք ուզում ենք իջեցնենք արվեստագետին, ասենք մեր մակարդակին եւ խոսենք մեր մակարդակից այնպես ինչպես հարևանի մասին, հասկանում եք։ Նյութս հենց դրա մասին էր։ Այն բոլոր վայրահաչոցները, որ նյութի տակ են, նրանք նյութը չեն նայել։ Մեզ մոտ ինչպես է ընդունված, վերնագիրը վերցնում են եւ վերնագիրը ասում են քլնգել, ասենք ալարում են մի հատ կարթ անոթվածը մինչեւ վերջ, կամ լսեն ինչ ասես մարդը կամ այն մարդը, հա։ Եվ դա դրանից է, որ մենք, հիմա եթե երկրորդ մասին ասնեմ իմ բանի, հա, ռոլիկի, գիտեք ինչն է, մենք պատմությանը ընդհանրապես վերաբերվում ենք սովետական մարդու նման, պատմությունը որպես այդպիսին, տվյալ մարդու մասին, կամ տվյալ երևույթի մասին, մեզ համար պրոպագանդա է։ Ինձ համար հենց որ պատմությունը իջնում է այս կամ այն մարդու մասին, այս կամ այն երևույթի մասին, որևէ բարոյական մակարդակի վրա, այդտեղ պատմությունը ավարտվում արդեն։ Դա մոտավորապես այն է, որ Մուշեղ իշխանը, Մուշեղ Մամիկոնյանը, Շահ, ես իմ ընչի չեմ հիշում, ովի բանին հարեմը, երբ որ վերցնում է, կալանավորում է, նա հետո վերադարձնում է այդ հարեմը, բան, որովհետև դա ուրիշի կնիկներն են, դա չի կարելի, դա իրանը չի, որովհետև նա բարոյական մարդ է, որ այդպիսի բան է արել, դա գրել են, ասենք, քահանաները, ասենք, պատմիչների անունը չեմ հիշում, երևի թե դուք ինձ լավ գիտեք, չգիտեմ այդ վաղ ով է ասեք, ով է նստել, ով ստեղծագործ է, բայց դրա մասին չկա պարսիկների մոտ եւ ոչ մի խոսակցություն, եւ ոչ մի տառ։ Դա նշանակում է, որ կամ դա եղել է իրանց համար շատ չնչին եւ այսպես մի անդշան մի երևույթ, կամ չի եղել ընդհանրապես։ Այդ երկուսն է նշանակում։ Որովհետև պատմական որևէ վերլուծություն, պատմական որևէ կարծիք այս կամ այն ժողովրդի, այս կամ այն գործիչի, լինի դա արվեստագետ կամ լինի դա թագավոր, կարծիք կազմելու համար պետք է գոնե առնվազն մի երկու օտար պատմիչի խոսք։ Հիմա տեսեք, Տիգրան Մեծը եղել է, հա եղել է, մենակ մենք ենք ասում, չէ։ Թողենք ենքան, որ 12 օպերա է գրված, ասենք, աշխարհում, մեկը մեկից վատը իհարկե, որտեղ բարոկոտովի օպերաները, այնքան է լսելի օպերաներ չեն, թե չեմը կլսենք, հա։ Կան, ասենք, պատմագրություն կա, համաշխարհային պատմագրություն կա, որ այո, այդպեսի թագավոր է եղել, որ եղել է թագավորես թագավոր, որ եղել է այսպես մեծովիցով Հայաստան ՏՌՖՍ եւ եղել է դա գրած է։ Հիմա ուզում եք խոսեք բանը, ընդունեք, չընդունեք, դա փաստ է, որովհետեւ դրա մասին խոսում են ուրիշները։ Հիմա
Այս կամ այն մարդու, երբ որ մենք սկսենք ասենք Տիգրան Մեծի բարոյականության մասին խոսել, ես կարամ ասեմ, որ նա տիրան է եւ խեղճ ժողովուրդները, որոնց որ նա այսպես ասած հարստահարել է, շատ վատ վիճակում են եղել, որ մարդիկ կորցրել իրենց որդիներին, որ մարդիկ կորցրել իրենց տները, որ նրանք հարստահարվել են, որ նրանք սենց են եղել, քշվել են մի տեղից մի տեղահան են արվել, ու տենց սկսեն գլուխ հարթուկել, ասենք Տիգրան Մեծի բարոյականության մասին։ Հա, դրանով ես իհարկե չեմ նվաստացի Տիգրան Մեծի, որովհետև ինքը առանցին ինչ-որ մի հատ երևույթ, հա, որ եղել է, եւ որի մասին գրել են, ասենք, թագավորի արածը իր ոչ թե պահվածքի մասին է, իր բարոյականության մասին է, իր ճաշակի մասին է, ինչ էր ուտում, ինչ էր ում էր քնում, չէ, դրա մասին չի, դրա մասին է ինչ արել։ Հիմա Չարենցի ինչ արել, գրել է թույի բաներ։ Ու ինչ որ Սերգեյ Դանիելը կապ չունի։ Ռուբեն Ախվերդյանը ինչ արել, ինքը եղել է Ծիտան, հիմա էլ է Ծիտան ու Աստվածտա մի այդքան էլ ապրի, այդքան պետք չի իհարկե, բայց լավ է, շատ ապրի, հա։ Հասկանում եք։ Ու դրա համար երբ որ մենք իջեցնում ենք պատմությունը կենցաղային մակարդակի, ասեմ, դա կամ ռոպագանդա է, հա։ Կամ այդպիսի բան չի եղել ուղղակի։ Դրա համար ես ուղղակի կոչ եմ անում, որն է, խնդրում եմ մեր իմ հետևորդին, իմ ընկերներին, լինեն դա Facebook-յան կամ YouTube-յան, լինեք ռեալ։ Այսօրվա իշխանության մասին պատմություն է գրվելու, եւ հետո մենք թեիշենք այն, ինչ որ կգրվի դասագրքերում։ Մենք պատմությունը կերտողն ենք, մենք գիտենք ինչ է եղել։ Մենք գիտենք ով է եղել Վազգեն Սարգսյանը։ Մենք գիտենք ով է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մենք գիտենք։ Ես մեծ մարդ եմ, ասենք 60-ից մարդ եմ, գիտեմ, այն ժամանակ 33 քտա, 30 տարեկան մարդ էի։ Գիտեի, որ ամբողջ էկոնոմիկան մեր քանդվեց։ Ով քանդեց Լևոն Տեր-Պետրոսյանը, հո ես չեմ քանդել։ Իր ժամանակով բոլոր հիմնարկները սեփականաշնորհվեցին, վաուչերները բաժանեցին ժողովրդին կոպեկներով, հետո ժողովուրդը այդ վաուչերները չկարողացավ փակել, հարուստ մարդիկ եկան, ովքեր որ մի քիչ բիզնեսներ ունեին, մեկ ասենք քվեարկեմ այսօր ով որ ասենք ով որ փող ունի, այսպես ասած, իրանք առան այդ գործարանները դառան օլիգարխներ։ Նա ստեղծեց օլիգարխիկ համակարգ։ Դրա մասին գրվելու է պատմագրության մեջ։ Գրվելու է, ասենք Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Հրանտ մոռացա, Գրանդ Քենզիի մասին, չգիտեմ, այդ չի գրվելու է ախր, ժողովուրդ, չի գրվելու ոնց դառան, ինչ դառան, ասենք, դա գրվելու է, ասենք, չգիտեմ, իրանց բարոյականության մասին, թե ինչպիսի իրենք, ինչքան իրանք, քանի եկեղեցի են սարքել, քանի հիվանդանոց են բանարել, իսկ որ ասենք եղել են, ասենք իրանց մեջ եղել են մարդասպաններ, իրանց մեջ եղել են բաներ, չգիտեմ, գալավարեզներ, որ եղել է կռիվ, դավի, կրակոց, սպանոց, բիզնես խլել իրարից, բանի, այլ դրա մասին չեն գրելու ախր բանի մեջ, պատմագրության մեջ։ Եվ կլի միայն բարոյական բան, ասենք Ռոբերտ Քոչյանի մասին ինչ է գրվելու, եթե Նիկոլի Վախտով գրվի, որ նա ծախեց Ռուսաստանն էս արեց, այն արեց, Սերժ Սարգսյանի մասին, բայց վաղ կգա ուրիշ մեկը, կգրի լրիվ ուրիշ բան։ Դրա համար պատմությունը որպես գիտություն, դա ֆեյք գիտություն է, ֆեյք է ինքը։ Պատմությունը դառնում է պատմություն այն ժամանակ, երբ որ հեքիաթից դառնում է գիտություն դառնում է միայն այն ժամանակ, երբ որ այդ փաստի մասին խոսում են նաև օտար աղբյուրները։ Վերջ, եթե ինչ-որ մի երևույթի մասին օտար աղբյուր չի խոսել, ուրեմն ասում եմ, կամ եղել է աննշան բան, կամ չի եղել։ Դրա համար ոնց որ ասում են, բարոյականության մասին խոսելու ժամանակ խոսեք ձեր այսօրվա բարոյականության մասին, այսօր բարոյական է, ասենք, ինչ որ մարդը, որ Չարենցի մասին մի բան է ասել, ասենք մեր քրվել այդ մարդուն, չգիտեմ, բան անել, չէ, դա բարոյականություն չի։ Դա միգուցե ձեր քրիստոնեության մեջ եւ արժեքների մեջ դու խաչակնքվում եք, նոր եք մամայից քրվում, դա ուրիշ հարց, օքեյ։ Բայց ըստից դա լավ բան չի, բացարձակ։ Նախ իմ մայրը շատ ճաշակով մայր է եղել եւ դժվար թե ձեր նման անասունի հետ ինքը ինչ որ հարաբերություն ստեղծեր, այո։
սկսենք այդտեղից։ Ինտելիգենտ կնիկ ա եղել։ Երկրորդը դա բարոյականություն չի։ Եթե ուշ խոսում եք բարոյականության մասին, սիրելի հետևորդ է ոչ մեր հետևորդ, խոսենք մեր մասին, այսօրվա մասին, այսօրվա իշխանությունը բարոյական է, թե ոչ։ Ոչ թե բան Կիլիկիայի, ասենք, թագավորը լավն ա եղել, թե վատն ա եղել, թե էսի ինչ։ Մենք գիտենք, չէ, այսօրվա իշխանությունը վերցնենք։ Մենք ախր շատ լավ հիշում ենք, ինչպես դարավ Նիկոլ Փաշինյանը վարչապետ։ Այդ ամեն ինչ սկսվեց Լենինականից, սկսեցին քայլել, հետո ասան Երևան։ Ոնց է կարծում Սերժ Սարգսյանը, եթե ուզենար, չէր ցրի այդ ցույցը։ Հենց ասենք Լենինականից գալուց մի անգամից բռներ սաղեն, բացի Նիկոլ Փաշինյանից, որը ինքը դեպուտատ էր։ Նիկոլին չէր կարող, բայց Նիկոլը կվերադառնար, ասենք, բանելի պարլամենտ կսկսեր գորգորալ, կսկսեր էլի, այսպես ասած, քննադատել, բայց նրանց կբռնեին սաղին։ Կարար չէ, կամ երբ որ Ֆրանսիայի հրապարակում Երևանում, ասենք, մենակ երկու պալատկա էր խփած ու 10 հոգի մարդեր ու ոստիկաններ ավելի շատ էին, քան թե իրանք։ Չէր կարելի ցրել փողոցը բացել։ Կարելի էր, չէ։ Հետարքիր է, ասենք, եկա փողոցը փակել է, ես ամենական հեծանիվով էի շտում, պրոշանով, բանով, տենց հազիվ, ասենք, ասում էին, տենեմ ինչ կա։ Կարար չէ, բայց չար է, դրա մասին պատմությունում գրվելու է, վաղը նոր գրքեր ա տպվելու, Տիկին Ժան Անդրեասյանը տպելու է, տալու է տպելու նոր պատմություն, նոր Հայաստանի պատմություն, գրելու եք դրա մասին, թե չէ։ Թեկուզ առանց անալիզ, որ ես բութ եմ, չեմ հասկանում, որ ասենք, ես դավադրական թեորիաների մեջ չեմ ընկնում, որ Սերժ Սարգսյանն ակցե, ջբ, բան, տենց, ՏՌՖՍ, չէ, այդ սաղ չկա, բայց փաստ, որ երբ որ սկսվեց այդ հեղափոխությունը, հեղափոխության կողմնակիցներ էին 2000 հոգի, ընդամենը, ամբողջ Հայաստանում։ Չի գրվելու ախր է, գրվելու է ինչ, մոտավորապես պատկերացնում եմ, որ գեղեցկված ժողովուրդը ոտի կանգնեց և Սուրբ Նիկոլը եկավ և բոլորին հավաքեց իր խարիզմայով, գիտելիքներով, որովհետև նա նստած էր ժամանակին, նա քաղաքական բանտարկյալ էր և դեմ խոսելով իշխանության մասին տասնյակ տարիներ, մարտի 1-ի զոհ որպես բերեց ժողովրդին ինչ, ոչ միայն ազատություն, այլ նաև բան, ասեք, խաղաղություն։ Այդ է գրվելու ախր ժողովուրդ, ու դուք ուզում եք ինձ հիմա բացատրել, որ մենք կարող ենք որևէ լուրջ բան ասել մեր պատմության մասին, լինի թե անձի մասին, թե որևէ երևույթի մասին։ Չկա տենց բան, ժողովուրդ, չկա։ Դուք եք այսօր տեսնում պատմությունը, դուք եք այսօր այն կերտում։ Մի հատ հույս կա, որ սոցիալական ցանցեր կան այսօր և միգուցե այդ ամբողջ ինֆորմացիան, եթե այդպիսի հանճար լինի ինչ-որ մեկը մի 100 տարի հետո և կարողանա մարսել, թե ChatGPT-ին կօգնի ստերևույթին, միգուցե մոտավորապես օբյեկտիվ մի կարծիք լինի, բայց այդ օրվա իշխանությունը կթողնի, որ այդ օբյեկտիվ կարծիքը տպես և երեխեքին դասավանդես, թե ոչ, այդ դա արդեն մեծ հարց է։ Դրա համար, սիրելիներս, երբ որ մեկը պատմության մասին կամ որևէ անձի մասին ինչ-որ կարծիք է հայտնում, ուղղակի կարծիք, մի թռեք դեմքին այդ մարդու, դուք իդիոտ չեք արա, դեբիլ եք, դուք մի արեք դա։ Ընդամենը կարծիք է, ընդամենը, և երևույթի մասին, ասենք խոսելով, այդ երևույթը չես նվաստացնում կամ ես ինչ, երևույթ է, կարծիք է, ինչ-որ մի բան լսես տեյզոդից ասել, ու ինչ-որ մի բան չի, ինչ-որ ես ասել եմ, ասենք, նույն Չարենցի մասին կամ որևէ այլ մասին, ես բան չեմ, սովետական պատմաբան չեմ, որ ասենք, KPSS-ը մի բան ասի, դից վեկանեմ կարդամ ու ասեմ, չէ, այդպես չի։ Ես նաև ճանաչում էի Չարենցի համանդասարանցիներին, մեծ կին էր մի հատ, կարամ անուն ազգան, չեմ ուզում անուն ազգանուն ասեմ, իրաներ էր ճանաչում, գուրգենմահարիներ էր ճանաչում, շատ հետարքիր կին էր, նստում խոսում էինք ժամերով, ես երեխա էր, մի 10-11 տարեկան էի,
ինքը պատմում էր ինձ, լսում էի, ասում էի, վայ քո ինչ հետաքրքիր է, սենց է եղել, հա, իրականում։ Օրինակ շատ հետաքրքիր բաներ էր պատմում նաև բանի մասին, Շիրազի մասին, հա, ոնց էր ինքը, ասենք, ապրում իր կենցաղի մասին, եղել է պապայից հարևանն է եղել, հիմնականում այդ նույն շենքում են ապրել, ինչ որ մի պերիոդ, հա։ Եվ այտենց ահագին, ասենք, բան եմ լսել, էլի, ասենք, դա հիմա չեմ էլ խոսքը դրա մասին չեմ, նրա համար չեմ ասում, պատմեմ ձեզ դրա մասին, չէ, ուղղակի կան բաներ, որ չեն գրվում, էլի, չեն ասվում, ու պետք չի միանգամից տենց գիտունի տեղ դնել ձեզ, որ մարդը մի բան ասում է, կարող ան բան կա, էլի։ Լավ, այդքան բան, բարի եղեք իրար հանդեպ, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, հնարավոր ինչապ հանդուրժող հետ է կարելի է։ Ամփոփելով եթերը, ուզում եմ ասել, որ տեսեք, ինչ որ երևույթի մասին, երբ որ ինչ որ մեկը խոսում է, նա պիտի ունենա շատ այսպես կշռադատված ինֆորմացիա։ Հիմա շատերը կարակ ասեք, դու ունես ինֆորմացիա, որ տես բաներ ես ասում, հա ունեմ։ Կամ ասում եմ, որ ինֆորմացիա չունեմ եւ կասկածում եմ այս կամ այն փաստի նկատմամբ։ Կասկածում եմ, որ տենց արվում։ Ընդհանրապես դրա համար պետք է միանգամից թռնել մարդու դեմքին։ Այդքան բան։ Չգիտեմ, մի քիչ հախուռն ստացվեց, հասկացվեց թե ոչ, հիշեցնեմ, որ ամսի 10-ին խաղում եկեք, տիկետ միկետ ու տոմսերը կգնեք։ Ամառը իհարկե կգամ, կխաղամ շատ ու շատ ներկայացումներ արդեն Երևանում եւ Սարի թատրոնում շատ եմ կարոտել գամ, բայց դե ոնց որ ասում են ստեղել է, էլի ասма, здесь нас неплохо кормят։ Լավ, էսել գլոբկեն անպայման կհանդիպենք, կոմենտները խնդրեմ մարդավարի գրեք, որ մարդավարի կարթա, էլի, ուզում եք քրֆեք, ուզում եք մեր քրֆեք, հարց չկա, բայց գրեք հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, խառնածին տարերով մի գրեք չեմ կարող կարդամ, այդ դեպքում կպատասխանեմ։ Հա, մյուս եթերը կաշխատեմ անել բանի մասին, այդ կին խաղալու մասին, հետարքի դիտարկումներ ունեմ, ուզում եմ դեզ հետ կիսվեմ։ Սիրելի հանդիսատես, եթե ուզում եք լավ ժամանակ անցկացնել, ապա բոլորիդ ամսի 10-ին հրավիրում եմ stage, stand-up եւ jazz նայելու։ Stand-up-ը լրիվ փոխել եմ, jazz-ն էլ մնացել է նույնը, լավ ժամանակ անցկացնենք, կուտենք, խմենք, գնանք տուն, այդքան բան։ Տոմսերը թիկետ միկետով։